շինարա Սիրտը վարի հոգի տարդա Դուք ունենաք ձեր տները Քանի որ կան մեր շինարարները Ու միասին կկառուցենք մենք ձեր նախընտրած բնակարանները Քանի որ մենք ենք միակարդար ու իսկական շինարարները Մեզ ասում են հայ շինարար Սիրտը բարի հոգի տարդար Դուք ունենաք ձեր տները Քանի որ կան մեր շինարարները Ու միասին կկառուցենք մենք ձեր նախընտրած բնակարանները Քանի որ մենք ենք միակարդար ու իսկական շինարարները Բա, տենց բաներ։ Բա, հասի մի 2 րոպե աշկ կպցնեմ, հորա դու մի ասա մի 20 կիլոմետր նորմալ քնել ենք։ 24 աղբեր, այդ գալուց չափել է։ Ախ որպես մի խոսա էլի դու։ Ու տենց խորը քուն մտավ։ Ռուբո ջան, չգիտես խի ինձ թվում է, որ ես մեր խաչոն լավ էլ իմացել է, որ քո աշկը կապել է, բայց հատուկ ձեն չի տվել, որ տես քնած մնաս։ Ճիշտ է ասում։ Տղերք ջան, ես ոնց որ ասეთ մեր սակո աղբերը խորը քուն էի մտել։ Ռուբո ջան, զարմանում եմ ես քո վրա։ Ախր դու կյանք տեսած տղայի ցավը տանեմ։ Հեսերանը չեր տանում հետ, հələ որ մտե խորը քուն մտներ։ Ասեմ խճո։ Ռուբ ջան մի ասա էլի։ Լավ, ոնց ասես։ Ուրեմն ես մեր խճոն Ռուբ ջան մի ասա էլի։ աշկի սիրահարվել է։ Ռուբ մի ասա էլի։ Ու գիտեք ոնց է սիրահարվել։ Աղբերական մի ասա էլի։ Ասեք օրինակ ես ժամանակ որ սիրահարվել էի, տենց նուրբ, փափուկ, սպիտակ, ակուրատնի տղա էլի։ Մի ասա էլի աղբեր։ Արա բայց ես մեր խճոն սենց մի հատ ռեմբոյա կդրե։ Հայ այդ տղուս ես տալիս է պատերով։ Ռուբո ջան մի ասա էլի։ Ու տենց։ Ասի հետս տանեմ գլխն ես փորձանք չբերի էլի։ Յա։ Բա։ Սյուզի Արտակը ինձ ինչ-որ տեղ ա ուզում ուղարկի, կյանքս կերավ արդեն։ Զանգել էլ չեմ պատասխանում։ Ես դուրս կամ, քանի չի եկել էստեղ։ Ես ոնց որ չհասցրեցի, հա։ Ինչ եք եկել։ Չէ, լավ եք արել, որ եկել եք, բայց ինչի եք եկել։ Արնակ ջան, եկել ենք, որ դու գնաս։ Դենա գնում է էլի։ Չէ, Արնակ, իրականում ես քեզնից շատ շնորհակալ եմ, աղբերս, որ դու չլինեիր, ես ասենք շատ խնդիրներ կունենայի։ Բայց ես ուզում որ գնամ։ Որովհետև գնալով հասկանում եմ, որ քո մնալով ես լիքը խնդիրներ եմ ունենում, ու ոչ միայն ես, նաև դու։ Վայ Արնակ ջան, ճիշտ ասում, ավելի լավ է գնաս մի քիչ հանգստանաս, հետո էլի կգաս։ Ես ուզում եք ասեք, որ ես հոգնածի մեկն եմ, հա։ Չէ, Արնակ ջան, դու չէ, բայց ներվերը թա։ Հետ ինչից ենթադրեցի, որ ես ներվային եմ։ Ես ոնց եղել եմ մտածել կամ այ աղբեր։ Ինչ եմ արել, որ մտածում եք ես ներվային եմ, հա։ Արնակ, դու Սյուզին ինչ ես բերել քո մոտ։ Որ Ռուբոյին մոտիկ լինի։ Շատ լավ։ Սյուզի 8 ամսվա ընթացքում Ռուբոյին քանի անգամ ես տեսել։ Ապրիլին տենց թեթև, ընդհանուր 7.5։ Այդ կեսը որն էր։ Դե մի անգամ էլ վիդեո քոլով ենք խոսացել։ Այ մա հասկանում ես ինչ եմ ասում։ Հասկանում ես դու տղերքին այնց ռեժիմի տակ ես դրել Արնակ։ Իրանք հոգնածությունից կարող է իրանց ինչ-որ մեծ վնաս տան։ Էլ չեմ ասում են Միսակի լրագրողի մասին, այդ ինչ ասես մեր մասին գրում է։ Ախր ինչի չեք հասկանում։ Ես համոզված եմ, որ իրանք հենց հիմա շատ լուրջ ծուղակ են պատրաստում։ Ախր ինչի ինձ չեք լսում։ Եվ իրոք։ Ասո։
Ասո։ Ասո։ Ասո։ Արևս, ես տենց է չիմացա մենք ստե ինչի համար ենք եկել։ Արա ես շատ իմանամ ինչի համար։ Դարանակալում ենք էլի։ Ո՞ւստե դա։ Ես ոչ մեկին չեմ պատրաստում դանակահարեմ ապեր։ Արա ինչ ես անում։ Գնացի, Ամփերի, ես գնացի։ սպասի։ Գնագործի։ Արա կանգնի։ Վայ ես քուետ կանգնի։ Ես դուրս եմ գալի։ Կանգնի։ Ինչ կանգնեցի, ինչ։ Այդ տղա, դու չես հասկանում, որ այս տեսանյութի համար մեզ մեծ գումար են վճարելու։ Ինչ ես պոզերը տնգած գնում, ասում եմ կանգնի։ Ես ասեցի դարանակալել, ոչ թե դանակարել։ Տո հայրը գնա նստի տեղը, նստի կարի չեն նստացրել մեզ։ Տո արի։ Վայ, պարոն Մեսրոպյան, բայց շատ լավ տնակներ են։ Իզուր չեք համաձայնում։ Այ Սյուզի ջան, ես համաձայն եմ, բայց շենքը ավարտենք, հանձնենք նոր գնամ։ Ապեր, եթե դու հիմա չգնացիր չհանգստացար, մենք այդ շենքը չենք հանձնի։ Արնակ ջան, ես ոչ չեմ ասում գնա մի ամիս մնա։ Մի որոշ ժամանակ հանգստացի արի։ Իսկ կարող եք լրագրողին մի հատ էլ ես ծեծեմ։ Ինձ ուղարկեք հանգստանալու այդ տնակներ։ Իմիջիալոց ես վերջերս ես էլ եմ իմ մեջ շատ ագրեսիվ բաներ նկատել։ Տեսեք, իսկ ես առաջ ցենց բաներ չունեի։ Ինձ հաստատ հանգիստ է պետք։ Ես խոստանում եմ, շենքը հանձնենք վերջացնենք, իմ հաշվին բոլորս գնալու ենք հանգստանալու։ Դզեց։ Եկեք ծովը թռնենք, հետո հոպ ասենք։ Լիլիա, ծովը չի, գետը։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Մեր բռնած գործը ծովից ծով է, ոչ թե գետ։ Ռեքեփ։ Արա դի չես նկարում։ Այն երկու տղերքին ասես, շատ կասկածելի են երևում։ Ու ինչն է կասկածելի։ Շուշուտ են գալիս այս շենք։ Տղա, այդ տղեկը շուշուտ են գալիս տեղ, որտեղ այս ամբողջ շենքի ինտերնետը իրանք են քաշում։ Այդ ինչից իմացար, որ քաշող են։ Բրո, հələ մի հատ նայ։ Տես իրանց հագուստի վրա ինչ է գրած, նայելը։ Այսա։ Գրածա like net ասիս։ Ահա, տեսար։ Իսկ հիմա դա ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում։ Արա բրո, Հաճան։ արա այսքան հեչ։ Ստոպ եմ։ Աչքերի փայլից հասկացա, որ ինքն է։ Էս ինչ էր։ Ինչ չի, ով է։ Ավելի կոնկրետ ես եմ, Խաչոն Զարուհի ջան։ Խաչոն կերտին չի ինձ նկարեց։ Ես ձեզ չնկարեցի։ Ես ուտելիքներն էին նկարում, որ ուղարկեի տղերքին, տղեկն էլ ասեին, սիրունա թե չէ։ Ասում եմ, որ ասեին, ինչ ուտելիք են ուզում, առնեմ տանեմ իրանց համար։ Ես շատ լավ տեսա, դուք ինձ նկարեցիք։ Այ քույրիկ ջան, ես ձեզ ինչի պիտի նկարեմ, չեմ հասկանում։ Ես գնացի, հա։ Խաչո ասա թող կանգնի։ Մարգար կանգնեցիր, պտտվեցիր, հետ եկար։ Շուտով Հենց հիմա ջնջեք, թե չէ ոստիկանություն կկանչեմ։ Մարգար ջնջեցիր։ լավ, իա։ Մի հատ տվեք տեսնեմ, հա։ Չհասկացա, չեք վստահում ինձ, քույրիկ ջան, չեմ հասկանում։ Իհարկե չեմ վստահում։ Վերջ, Զարուհի ջան։ Զամբյուղից էլ ջնջի։ Այդ ո՞րն է։ Խաչոյի սարևի մեռախոսում տես բաներ չկա, ես տես բաներ չեմ պահում, ասենք թե։ Այդ բոլոր հեռախոսները ունեմ։ Տեսեմ։
Բայց շատ կրվարան աղջիկ դուս եկավ, հա։ Դե քեզ ով էր ասում են նկարեիր։ Հերդ, Հերաս, բայց հերաս որտեղից գիտի իր մասին։ ես եմ ասել։ Բա դու որտեղից գիտես։ Տղեկն են ասել։ Չէ, դու Ես քեզ այդպես բան չեմ ասել։ ասել ես, քանիտ մեջ։ Ասում էիր, Զարա ջան, ես քեզ շատ եմ սիրում, մի հատ հոտ-դոգ տու Զարա ջան, ու вообще, Զարան ցում էիր։ Լավ է որ հերասը ասել ոչինչ։ Լավ, բա ես հիմա ինչ նկար պետք է ուղարկեմ։ Ոչ մի նկար, ախպեր, ասա խաչոն փոշման էլ էլ չի հավանում այդ աղջկան։ Խափեմ հորը։ Չէ, արա, հորս խապել ես Մարգար, պատասխան ես տալու։ Լավ, մի բան կմտածեմ։ Իշկիլ, շերիշատ, Աթապետ։ հələ մի հատ ասա իմանամ, հնդիկներն էլ են դում եբիկտոս հանգստանալու։ Այդ տղա իրան գնում են ինչ անեն, ծով ունեն։ Ինչի մեկ չունեն, որ ես գնում եմ ռումոջա։ Ինչ ծով։ Ոստը իշ։ Դո սեյվանը տուտուց։ Ուրիշ պետես բանան չխոսած խայտարակ կլես արա։ Այ, եկա, իե։ Հենց սրանց ձեռներին նայեք։ Ինչա որ։ Ոնց ինչա որ դատար կա։ Մարգար, այդ տղա դուք չեք գնացել ուտելու բան բերեիք։ Չէ։ Ասենք թե ուղակի գնացել ենք։ Լավ էլի, Մարգար, մենք էլ քո հույսով նստած ենք ստեղ։ Հա ճիշտ էլ արել եք ախպեր։ Արա դու լրիվ ձեռ եք առնում ես, հա։ Ախպեր մոռացել եք, որ այսօր տնեցիք ինձ տուլիկ են ուղարկելու։ Արա, այսօր է տորն է, հա։ Հա բա, Բա ինչ են ուղարկելու։ արա խառը էլի։ Ամենակարևոր ախպեր, մեր գյուղի անտառից սունկ են հավաքել, այսօր էդ են ուղարկելու։ Դու կտես բա ձեր կյանքում կերած չեք կլնի։ Երողություն բոտ, ետ կարելի երկու րոպեով դուր գան։ Հա։ Արա սունկը։ Նստեք։ Մարգար, Ասա։ այդ որ ասում ես, տենց բան հաստատ կերած չեք լինի։ Ես կերել եմ։ Արա այ ախմախ, դու կերած պտիլն ես, արա, ախր դու մեր գյուղից ես։ Հա, վայ ճիշտ է։ Ապեր անկեղծ որ ասեմ, այս խաչոն իմ սիրահարվել է, չէ։ Լրիվ կտցրել է։ Ինձ էլ կտսնող չի ծնվել։ Լավ է նկարի մի արեք։ Երբ է գալու այդ սունկը։ Ես սա ուր որայը կհասնի։ Արա սունկը, այս ինչ լավ բան է։ Եղավ Միսակ ջան։ Շատ լավ կսպասենք։ Ահա։ Պաստորեն շապատ ուրբաթից շուտ եկավ էլ։ Իե, տենց ոնց կլինի ասո ջան, բավարկես։ Այդ տղա է։ Իե։ Այսօր իրանք սունկ են ուտել։ Իսկ Միսակի մարդ այդ սունկը փոխարինելու է հալյուցիոնագեն սնկով։ Իսկ այդ նշանակում է, որ մենք այսօր մեր գործը կավարտենք։ Էսա մի քիչ հետո իրանք անադեկվատ են դառնալու, հասկացա՞ր։ Չէ, Որ բաժ հասկացար։ անադեկվատը ո՞րն է։ Անադեկվատ, ասենք ոնց բացատրեմ։ Դու ես էլի։ Հա։ Սասուն, մի կիլո ցեմենտնա ծանր, թե մի կիլո գաջը։ Դու լսի այդ տուտուց։ Դու նոլու ֆաս բռնած կաս։ Չէ։ Դե բա ինչ անհարմար հարցեր ես տալի արա։ Ալո։ Ինչ տաքսիստ։ Փիլիմոն ջան, դու ես։ Եկա։ Արա ջան, արա։ Սունկս հասել է։ Այ ջան։ Գնամ բերեմ։ Հələ մի րոպե։ Մարգարյան, ետ կգնամ կբերեմ։ Մեկը այդ կողմ եմ գնում։ Շրիշո ջան, չես վեկալի թռնի, չէ։ Թե, ետ բարտուտունի վախենում եմ։ Դե գնանք, շուտ արա, սովից կոտորվեցինք։ Հանգի տղեկ ջան։ Ետ, ոչ թողորական արագիտ։ Ետ, արագ բերող արագիտ։ Այն մարդ հասկացամ, գնա էլի, վայ։ Մարգար թավեն ճպցրա։ Չպստեմ, թե դնեմ։ Լավ դնեմ, չէ, չպստեմ։ Սյուզի, ուշադիր ես, չէ։ Ապրես։
Ռուբոին շուտ-շուտ զանգի, սիրտս վկայում է, որ այսօր վատ բան է լինելու։ Ու ինձ տեղյակ պահի, լավ։ Եվ ինչ ասեց Սյուզին։ Ինչ Սյուզի։ Ինչ։ Հեչ։ Ուղղակի պայմանավորվել էինք, չէ՞, որ դու ոչ մի բանի չես խառնվելու։ Չգիտեմ դու ում հետ ինչ ես պայմանավորվել, բայց իմ եւ քո միջև պայմանավորվածություն չի եղել։ Մեզ պետք է, որ ինքը լինի ամենաուժեղը։ Ուզում ասի աշխարհի չեմպիոն։ Էդ։ Հա, ու այնքան արագ լինի, որ սենց սայթի մասին դաժը մտածեմ, ինքը արդեն մտնի։ Դե ուզում ասի գերարակ։ Էդ էլ։ Հա, ու մեկ էլ, ինչ ուզենամ, երբ ուզենամ, քեչապ անեմ նայեմ։ Դե որ աշխարհից հետ չմնանք, էլի։ Էդ էլ։ Շնորհավորում եմ, դուք ճիշտ ինտերնետ եք պատվիրել։ Լայքեց։ Դերեց։ Շրիշակ, դու ինչ չկերար։ Ես ծնկիտ ալերգիա ունետող ընտիկ։ Ապրես Մարգար, շատ ապրես ախպեր ջան, բայց հանուն արդարության ասեմ, որ եսի միշտ չէր էլի։ Լավ էլի Սակո։ Ինու տո ուրացու խոսքով որ հորինել աշմիս քեզ ճանաչել է։ Հա, լավ էլ Ռուբո։ Չէ, Ռուբ ջան, որ ճիշտն ասեմ, այս անգամ իմ դուրն էլ չեկավ։ Մի տեսակ համ էի առնում էլի։ Չէ, Խաչո։ Քո հետն եմ, Խաչատուր։ Բան ասիր, պապ։ Ինչ։ Ռուբո, լսար, Խաչոն Մարգարին ասեց հայրիկ։ Մարգարնովա։ Արա ձուկս մնաց։ Հələ տղերք, հələ նայեք են ինչ հա։ Ինչն է ինչ։ Վայ, ջունա գալի դրսում, հորս սարել։ Արա, պոեզա, պոեզա։ Չուչակ, ճարակչակ, Բա, տղեկ ջան։ Երախոտը տուրա, երախոտը տետատագებ։ Լա։ Վրոմյացրու։ Ինչ արևս։ Վրոմյացրու։ Ինչ ապեր։ Վայ։ Վրոմյացրու այ անջատված։ Կամերան միացրու է, սուկ արդեն ազդել է։ Ասա։ Ռեքեմ։ Հա, լուր։ Ալո։ Ալո։ Ռուբ, ինչ կա։ Սյուզի չես տենում ձուկ են բռնում։ Դու ինձ հիմա խանգարում ես։ Ոնց թե գնացել ես ձուկ բռնելու Ռուբո։ Տունեց։ Ռուբո։ Տունեց։ Ձուկ աղջացեմ, ձուկ են բռնում։ Ով, ես գիտեմ ում կզանգեմ։ Ալո։ Լիլ, ինչ կա, ոնց ես։ Լսի նոր զանգեցի Ռուբոին, ասում է գնացել եմ ձուկ բռնելու, ստեղ մի բան հաստատ են չի։ Ինքը կյանքում գործը չէր թողնի էլի ու գնար ձուկ բռնելու, հատկապես որ ինքը ձկից զզվում է։ Ես ամենաշատը վախենում եմ, որ առնակներ հեսա կզանգի Ռուբոին ու Ռուբոն նույն պատասխանը կտա։ Հա էլի շատ եմ խնդրում արի։ Ես էլ հասկանամ այդ առնակի պահով ինչ պետք է անեմ։ Եղավ։ Ալո, Գեղամ ջան, պրիվետ, ոնց ես։ Հա, լավ եմ։ Լսի, քեզ մի հատ խնդրանք ունեմ, կկարողանաս ինձ օգնել։ Ալո։ Ո՞վ է։ Արնակ ջան, չգիտեմ ով ես, բայց հենց հիմա ինձ խանգարում ես։ Ոնց է։ Որ դու ինձ զանգիր, իշխանին խրտնցրիր։ Ус անգամ ես համարին չզանգ ես ապեր։
Սև իշխան եմ բերելու ես քո գլխին ռուբո տղա։ Թեփուկ։ Մենակ ձեզ շատ եմ էլի խնդրում, ինչքան հնարավոր է երկար կշփվեք, հա։ Արնակ Միխայելիչ, մի հատ խնդրանք ունեմ էլի, ուրեմն մենք հիմա շատ լավ հաճախորդ ունենք մի հատ։ Ես էլ Թարսի պես այսօր ինձ ահավոր վատ եմ զգում։ Եթե հնարավոր է կարող է դուք իր հետ շփվեք։ Չէ, չինի, ցնդել ես Սյուզի։ Արնակ Միխայելիչ, հաջողություն։ Գոնի արտակին ասա զանգի ռուբոին կամ գնա իրանց մոտ։ Հա, անպայման։ Բարև ձեզ։ Համեցեք։ Ահա սկսվեց։ Ինչը։ Ֆուտբոլը ասո։ Яра նկարի էլի։ Ինչը նկարը։ Ֆուտբոլը։ Նկարի դեմը չես տենում ինչա։ Արա օբյեկտիվը բաց։ Դե վեկալ դու էլ նկարի գիտես հեշտա։ Նկարի ասում եմ։ Տրեքեմ, լուր, կամատոր։ Էս ինչ է անում։ Շան։ Ասո եկան, ասո։ Ասո գալիս է։ Քշի ասո, քշի թռան։ Ոյ։ Արա։ Վրոյս։ Վրոյ ինչ ասում։ Գնացին, հենա։ Վրո հերի։ Գնացին ապեր։ Հերիքա։ Ստոպ։ Ինչ նկարել ենք հերիքա։ Հաստատ նկարել ես, չէ։ Նեղացնում ես ճիգար, ասեցինք ռեքա։ Հա։ Դե ամջոտ։ Ստոպ։ Նեղացնում ես ճիգար, ասեցինք ստոպ։ Երկու ասում էի, չէ։ Սրանք որսորդ են։ Այսքան բան։ Վստահաբար ես իմ շենքի երեսպատումը դագորեցել կպատվիրեմ, այսինքն ձեզնից։ Շատ լավ, շատ լավ։ Ուղղակի ես մի քիչ երևակայությունից թույլ եմ, եթե հնարավոր է, ինձ պատկերավոր ցույց տվեք։ Հա։ Ձեր անունը ինչ էր։ Ատրեպատակա բայց դուք իդ կարող եք Բոբի ասել։ Բոբի ջան, վաղուց են այս վիճակում։ Ինչ մարգարա սունկը գյուղից բերելա կերել են, դատել են տարօրինակ։ Ետ ոչինչ կարողա դա անեմ։ Ուպ կպներ, իջ կտե։ Տեդեք, դա կտա, հետևելա կտա։ Հորիշ մարդ չի տեսել։ Ետ գիտե, իրակ դուտ է եղել։ Ոնց, այս վիճակում իրանք դրսում են եղել։ Դե, դրանից ավելի վատ վիճակում։ Հիմա լավա։ Մամա ջան։ Ասում էի, չէ Սյուզ։ Լավ, ուրեմն Բոբի ջան, հիմա գնա պատուհաններն ու դռները փակի, թող դուրս չգան, հա։ Ես հիմա կզանգեմ Արտակին։ Okay, դիդան։ Ետ հաջատ անգամ ատետի մի կերեք, այ մարդ մի կերեք։ Ալո, Արտակ, քեզ մի հատ բան եմ ուզում ասեմ, բայց Արնակին չասես, լավ։ Վայ ռուբո։ Այս ամբողջը որ ասեցի, այ սրան էր վերաբերվում։ Ընտիր, ես հենց բան չէի տեսել։ Շատ ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ։ Դե ինչ, Կարող ենք մեկ անգամ ևս դիտել տեսանյութը։ Արտակ, ես քեզ ասում եմ, դու ինձ չես հավատում։ Լիլիա,
Միսակը ու այդ լրագրողը ինչ կապ ունեն նրա հետ, որ Մարգարի տնեցիկ իրանց գյուղից հալյուցինոգեն սունկ են ուղարկել։ Արտակ դու հիմա ում կողմից ես։ Պարշի, իմ, քո, Արնակի, Հիմա ինչ ենք անելու։ ինչ պետք է անենք։ Պետք է սպասենք, մինչև ազդեցությունը թողնենք գնանք տուն։ Ուրիշ ինչ կարանք անենք։ Ոնց ուրիշ ինչ։ Արի գոնե հասկանանք։ Իլյա, Լավ։ Երեն ստանդարտ քնելել վցորենից բանա էլի ապեր, մեր գյուղից էին սունկը ղրգի, այ քեզ բանն է։ Լավ ես շխայտարակություն է իմ արևալը։ Լթող լույսը բացվի տեսես Մարգարին սպանելու եմ արա։ Ադա։ Սպասյալ է չցեներ արա։ Աղբեր։ Այս սասունին հլը չի թողի արա։